Հայաստանի ազգային պատկերասրահի Գավառի մասնաճյուղի ցուցանմուշներն այսուհետև նոր իրենց էլ ավելի արժանի տուն ունեն։ Մասնաճյուղերի վերանորոգման եւ արդիականացման ծրագրի շրջանակում 6-րդը ակադեմիկոս Հրաչյա Բունյաթյանի անունը կրող պատկերասրահն է։ Շարունակ Գավառի պատկերասրահը հրաշալի Ադամոն հավաքածուով իրականում տեղակայված է եղել մասնավոր տարածքում, դեղատների, խանութների, տների հարևանությամբ։ Եվ այսօր վերջապես Գավառի համայնքապետարանի ջանքերով եւ ազգային պատկերասրահի համագործակցությամբ մենք ունենք նոր երկաթանի հրաշքներ։ Եվ մեր հավաքածուն ստացավ կարծում եմ իր մշտական հրաշալի տունը։ Ազգային պատկերասրահը ներկայացված է մայրաքաղաքում եւ բոլոր մարզերում 13 մասնաճյուղով։ Այս մեկը հիմնադրվել է 1991-ին բիո եւ նեյրոքիմիկոսների հայկական դպրոցի հիմնադիր, գիտությունների դոկտոր պրոֆեսոր Հրաչյա Բունյաթյանի անձնական հավաքածուի հիման վրա։ Ծննդյան 90-ամյակ նորերս նշած մասնագիտական կարիերայի 60 տարիներից 36-ը պատկերասրահում անցկացրած Ջուլիետա Ղարաբաղցյանն ասում է, այսօր կատարվածը տասնամյակների երազանք էր։ Մենք տեղավորվեցինք ժամանակավոր կառույցում, բայց այդ ժամանակավորը մի քիչ շատ երկար տևեց 36 տարի եւ վերջապես մշակույթի պալատի այս բաժինը հատկացվեց մեզ։ Հավաքածուների նայելով մենք զգում ենք, թե Բունյաթյանը ինչքան արվեստին մոտիկ է եղել, արվեստը ինչքան է հասկացել եւ բացի խոշոր գիտական լինելուց նաև արվեստագետ է։ Այսուհետև ավելի լավ պայմաններում արվեստին մոտ կլինեն նաև Գավառի բնակիչներն ու զբոսաշրջիկները, վստահ է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Նրա խոսքով սա նաև մշակութային կրթությունը խթանելու լավ հաստ է։ Շատ մեծ ուշադրություն ենք դարձնում մարզերում մշակութային կյանքի հասանելիության մեծացմանը, փորձում ենք ակտիվացնել տարբեր միջոցառումները, կազմակերպել հյուրախաղեր, համերգներ, բայց նաև շատ մեծ ուշադրություն ենք դարձնում մշակութային ժառանգության ներկայացմանը, Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղերի վերանորոգումն ու վերաբացումը մեր շարունակական քաղաքականությունն է։ Նույն քաղաքականության տրամաբանական շարունակությունը կրթամշակութային ծրագրերի իրականացումն է։ Նախարարը կարծում է, որ պատկերասրահը զբոսաշրջիկների համար այցելության գրավիչ վայր կդառնա, բայց որ ավելի կարևոր է, կհարստացնի երեխաների մշակութային կրթությունը։ Օրինակ Կիրակի օրը Գյումրիում էի, որտեղ իմ գործընկերները խոսում էին այն մասին, թե ինչքան են ավելացել թանգարանային այցելությունները հենց դպրոցականների կողմից։ Եվ գիտեք, այս ակտիվությունը նկատվում է ամենուր։ Տեսնում ենք, որ մեր երեխաների մասնակցությունը անգամներով աճել է։ Բացի մշտականից պատկերասրահը ունի նաև մեկ այլ ժամանակավոր ցուցադրությունների սրահ։ Պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը առանձնահատուկ կերպով է կարևորում մարզային մասնաճյուղերում այս ցուցասրահների առկայությունը։ Այստեղ զբոսաշրջիկը կարող է ավելի խորը պատկերացնել, թե ուր է եկել։ Առաջին մեր ընտրությունը ժամանակավոր ցուցահանդեսների վերաբերում է հենց Գեղարքունիքի մարզին գլխավորապես։ Ես կարծում եմ շատ կարևոր է, որ մարզերը ներկայացնեն ոչ միայն պարզապես արժեքավոր նմուշներ, այլ ներկայացնեն հենց մարզային բնութագրիչը։ Այսինքն այցելուն այստեղ գալիս, յուրաքանչյուր մասնաճյուղ մարզային այցելելիս պատկերացնի, թե ինչպիսին է այդ մարզը, ինչ սարեր ձորեր ունի, ինչ տեսարժան վայրեր ունի, ինչ մարդիկ ունի։ Եվ այսօր այստեղ մենք ներկայացնում ենք գլխավորապես Գեղարքունիքի մարզը, Սևանը, Գավառը։ Եվ եթե ժամանակավոր ցուցասրահը ամեն անգամ անակնկալներ է մատուցելու այցելուներին, ապա հիմնական ցուցասրահում նրանց մշտապես սպասելու են շուրջ 40 գեղանկար, գրաֆիկա եւ քանդակ, որոնք ներկայացնում են 20-րդ դարի հայկական կերպարվեստի դասականներ, համաշխարհային ճանաչում վայելող Էդգար Շահինի, Եղիշե Թադևոսյանի, Հովհաննես Ալխազյանի, Մարտիրոս Սարյանի, Հակոբ Կոջոյանի, Խաչատուր Եսայանի, Մինաս Ավետիսյանի եւ այլ արվեստագետների մեծարժեք ժառանգությունը։ Արուսյակ Կապուկչյան, Ռադիոլուր։